Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, Facebook-ով եմ անում այս եթերը, իհարկե, այո, հետո կկիսեմ նաև YouTube-ում, ուստի ողջունում եմ բոլոր ընկերներիս, բոլոր մեր հետևորդներին, թե Facebook-յան տիրույթում, թե YouTube-յան տիրույթում։ Հասկանում եք երևի արդեն խոսքը ինչի մասին է, թերևս կարևորագույն որոշում են կայացրել եպիսկոպոսները, մենք շատ բարդ փուլեր ենք անցել և գուցեև ինչ-որ չափով սպասում ենք հենց վաղվա օրվան, երբ կավետվի դրա մասին, կլինի հայտարարություն մայրաթոռում հավաքվելու համար։ Իհարկե, ես հիմա մի փոքր ինչ եմ եթերով անում ես ամեն ինչը, գրառումով չեմ հանդես գալիս, որովհետև կարծում եմ բոլորիս համար մանրամասնելու որոշ բաներ կան, ինչու ոչ նաև բարձրաձայն մտորելու, մտածելու։ Ուրեմն, նախ կարդանք նյութը ու առաջ գնանք։ 10 եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ և դիմել ժողովրդին։ Սիրելի ծառայակից եղբայրներ, հավատարիմ և հավատացյալ ժողովուրդ։ Վերջին ժամանակներում հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները, որոնց վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններով հանդես ենք եկել, թե ամենայն հայոց կաթողիկոսի հետ ունեցած մեր անհատական զրույցների ժամանակ, թե ժողովական մակարդակով և թե հանրային տիրույթում այլևս հատել են այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե մեր եկեղեցուն, թե մեր պետությանը և թե հավատավոր ժողովրդին։ Այս հատվածում ինչ է ասվում։ Ասվում է, որ մենք առանց աղմուկ հանելու շատ, աղմուկ բարձրացնելու, որպեսզի եկեղեցին հանկարծ չվնասվի, փորձել ենք այս ամեն ինչի շուրջ խոսել ու չի ստացվել։ Փորձել ենք բարձրաձայնել, էլի չի ստացվել։ Բայց մեր եկեղեցին զարթված է ըստ էության։ Այս մտահոգություններին վերաբերող ժողովները ըստ էության ամենայն հայոց կաթողիկոսի կողմից եղել են ուղղորդված և չեն ծառայել խնդիրների լուծմանը, որը կրկին ապացուցում է այս տարիների ընթացքում Գարեգին Բ կաթողիկոսի միանձնյա, կամայական և թերի կառավարման ընթացքը։ Եկել է ժամանակը, որպեսզի մենք, հոգևոր դասը և հավատացյալները, կարողանանք անկեղծ լինել միմյանց հետ և խոստովանել, որ անցնող տարիների ընթացքում մեր ձայնը ոչ միայն լսելի չի եղել եկեղեցում, այլև որևէ էական որոշիչ ազդեցություն չենք ունեցել եկեղեցու առաքելության իրականացման մեջ։ Արդհասել է ժամանակը, որ հանուն բոլորիս պաշտելի Սուրբ Էջմիածնի, այլև ամենայն հայոց կաթողիկոսության և հավատավոր աշխարհասփյուռ մեր ժողովրդի արտահայտենք հստակ և վճռական դիրքորոշում մեր եկեղեցու առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, չկաշկանդվենք տարատեսակ դժվարությունների և ճնշումների առջև և ի սեր Աստծու կանգնեցնենք մայրաթոռի օրավուր ահագնացող գահավիժումը։ Մայր եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին։ Բնականաբար, եթե ինչ-որ բան սպառնալիք է ազգային և պետական անվտանգային շահերին, դրանց մասին դեռևս շատ չենք բարձրաձայնում։ Պատմության առջև յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր կայացրած որոշումներով և գործով։ Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին և հավատավոր մեր ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս, միասնական կամք դրսևորել, միանալ մեզ և ձեր արդար բողոքի ձայնը բարձրացնել եկեղեցու վարկն ու հեղինակությունը միտումնավոր ոչնչացման տանող այս կործանարար հակականոնական ընթացքի դեմ, իսպառ մերժելով հայ եկեղեցին օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը։ Սիրելի հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ, հայոց սույն թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
ամենայն հայոց կաթողիկոս բին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը եւ իրականություն դարձնի հոգեվոր սպասավորների եւ հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը։ Սա թերևս պատմական ուղերձ է ու սերունդների համար շատ է մնալու, այստեղ դետալային բառ առ բառ ուսումնասիրելու բաներ են լինելու եւ շատ հարցեր են առաջանալու ապագայում։ Եթե հանկարծ չհաջողենք, հավատացեք, այդ հարցերը վերափոխվելու են մեղադրանքների մեր հանդեպ, մեր սերունդների կողմից։ Որովհետեւ եթե եպիսկոպոսները շատ զգուշորեն արծարծում են այս խոսույթը, պատկերացրեք, թե իրականում որքան լուրջ ու ծանր է մեր եկեղեցու վիճակը։ Սա մեկ։ Ես գիտեմ, որ շատ քաղաքացիներ ընդ որում նաև շատ բոտեր կողքից փորձում են, որպեսզի մեր մեջ սպառեն վստահությունը, մեր մեջ սպառեն ցանկությունը մեր եկեղեցին ազատագրելու եկեղեցական կարգու կանոնով, փորձում են կասկածներ տարածել եւ ես դրանց մասին իմ դիրքորոշումը սուբյեկտիվ ամբողջովին ներկայացրել եմ։ Ասեմ խոսքը ինչի մասին է։ Երբ 10 եպիսկոպոսները հանդիպեցին վարչապետի հետ, շատերը, անգամ մեր ընկերներից, մեր գաղափարակից ընկերներից էլ, շատերն էին ասում, «Յա, այս կճոյանն էլ է այնտեղ, յա, այս ինչն էլ է այնտեղ», բա իրանց հարցը ոնց է լինելու։ Ժողովուրդ ջան, բոլորս գործել ու շարունակում ենք գործել սխալներ։ Եվ եթե մարդը գնում է ինքնամաքրման ճանապարհով, մարդը ընկալել ու քայլ է անում, ապա համենայն դեպս նրա խանգարել չի կարելի։ Եվ գիտեք ինչ, մեր եկեղեցում եղել է այն միջավայրը, որտեղ որ անհնար էր մնալ մաքուր, անհնար էր չգործել խաղի առաջարկվող կանոններով։ Եվ փառք ու պատիվ նրանց, ովքեր որ որոշումներ են կայացրել այս իմաստով, այո, իրենց անձը նույնպես դնելով հարվածի տակ։ Հետագայում, երբ որ կընդունվի հայոց եկեղեցու կանոնակարգը, այդ եկեղեցու համապատասխանել բոլորը իրենց պատասխանները թող տան։ Դրա պատասխանները մենք չենք տալու։ Մեր խնդիրը այս պայդրությամբ ազատագրելն է մեր եկեղեցին օտարերկրյա ներկայացուցիչներից։ Սա է հարցը։ Եվ մեկը ինձ համար ես շատ լավ իմանալով, հավատացեք, ես լինելով նաև հասարակական կազմակերպության նախագահ, ձեռքից տակ ունեմ իմ փաստերը, իմ սուբյեկտիվ մոտեցումը, թե ինչու է խիստ անհրաժեշտ օր առաջ մաքրել մեր եկեղեցին։ Եվ ես այնտեղ լինելու եմ իմ գաղափարական ողջ ցանկությամբ, լինելու եմ այնտեղ իմ համոզմունքների համաձայն եւ լինելու եմ իմ ընկերների հետ, ում հետ որ կիսում եմ այս գաղափարներն ու պատկերացումները։ Այն ինչ որ ունենում ենք մենք ձեռքի տակ, այն ինչ որ ասում են մեզ, ներկայացնում են մեզ, շատ դեպքերում հավատացեք, ձեր մարմինը կփշաքաղվի ու չեք հասկանա, թե ոնց կարա այդքան այդպես լինի։ Հասկանում եք։ Թե ոնց կարա, բայց շատ բաներ էլ հրապարակային ասելու չեն, որովհետև հրապարակային ասելու դեպքում մենք մենակ կտրիչին չենք։ Տեսեք, քաղաքական իմաստով մենք շատերս նեղվում ենք, ջղայնանում կամ բարկանում ենք, երբ ընդդիմադիրները խառնում են, թե քաղաքական մասով որն է քաղաքական ընդդիմության գործունեություն, որն է պետության դեմ գործունեություն։ Ուրեմն ինչի մենք նույնը կրկնենք, ինչի այդպեսին լինենք, մենք պիտի հասկանանք որն է կտրիչի դեմ գործողություն եւ որը կարող է կամա թե ակամա անգամ ապրիորի ձևով վնասի մեր եկեղեցուն։ Այո, առողջացման process-ները որոշակի վնաս տալիս են, այսպես թե այնպես, բայց եթե չլինի այդ կես քայլ նահանջը, չի լինի այն լայն թռիչքը, որը նախատեսվում է։ Եվ մեր եկեղեցին պիտի ազատագրվի կտրիչ Ներսիսյանից եւ այն գաղափարախոսական մոտեցումներից, այն հանցագործ միջավայրից, որը թույլ չի տալիս, որպեսզի եկեղեցու ներսում մաքուր, ազնիվ եկեղեցականներ սերնդափոխություն եւ գան այդ երիտասարդները ծառայելու Աստծուն եւ ժողովրդին։ Ինչն է այստեղ ամենահետաքրքիրը եւ այն ապացույցը, որ մեր գործը ազնիվ է։ Տեսեք, աչքովս ընկավ, որ
Արագածոտնի թեմա հայտարարություն է տարածել։ Ընթերցենք դա նույնպես։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի եւ տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժամը 17:00-ին։ Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությունը։ Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների եւ մեր Սուրբ եկեղեցու անսասանության համար։ Այսինքն, ինչա տեղի ունենում։ Կտրիչ Ներսիսյանը որոշել է հակաքայլ ձեռնարկել պատարակով։ Պատարակոր ժամերգությունով։ Այն ժամերգությունը, որը իրենք նախատեսել են վաղը ժամը 7-ին երեկոյան Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, շատ արագ, որպեսի, քանի որ քաղաքականացված են իրանք, որպեսի որոշակի քայլեր փորձեն ձեռնարկել, բերեցին այս հայտարարությունից հետո, բերեցին ժամը 5-ին, նույն ժամին Մայր Աթոռում։ Սա ինչ է, եթե ոչ ապիկարություն եւ Աստծու անունը շահարկելու փորձ։ Սա քաղաքական վտանգավոր գործունեություն է, որը ձեռնարկում է Մայր Աթոռը, որը ձեռնարկվում է երևի թե ասողիկի հրահանգով, որովհետև նա էր արյուն տենչում ամիսներ առաջ, եթե կհիշեք։ Եվ այստեղ ես ունեմ ասելիք։ Մի փոքր բացվենք, թուլանանք ու բացվենք։ Տեսեք։ Մեր եկեղեցին քաղաքականացված է, եւ խոսքս հենց քաղաքականություն մասին է, ոչ թե ներքաղաքականություն, ցանկացած կառույց կառավարելու համար, այդ թվում նաեւ եկեղեցին որոշակի քաղաքականություն պետք է մշակել։ Բայց խոսքս հենց պոլիտիկա բառի մասին, հա, եւ եկեղեցին ցավոք սրտի Կտրիչ Ներսիսյանը ներքաշել է քաղաքական նախընտրություններով առաջ տանելու փորձի մեջ։ Դեռ 2021 թվականներից նա արդեն բառացիորեն բոլորիս աչքի առաջ կոնսենսուս -1 վերտառությամբ այս գործողությանը միացավ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Կտրիչ Ներսիսյան քառյակը կոնսենսուս -1 հավաքույթ արեցին։ Սրանով հարվածի տակ դնելով մեր բոլորիս եկեղեցին, որը պիտի վեր լիներ ամեն ինչից։ Անգամ թե 44-օրյային, թե դրանից առաջ նրանց գործը պիտի լիներ հոգենորոք աշխատանքները եւ ոչ թե սրիկայություններ տարածելն ու բազմացնելը։ Հիմա էլ իրենց հերթական սրիկա քայլին են գնում եւ ժամերգությունը բերում դնում են ժամը 5-ին։ Սա չգիտեմ, Վրթանեսը միայնակ է մտածել, թե կողքից կապիկներ որոշակի աջակցել են եւ սրանով ինչին են ձգտում, բոլորիս արդեն պարզ է ու հասկանալի։ Ես խնդրում եմ վաղը, ես չնայած վստահ եմ, որ իրավապահ մարմինների համար վաղը բավականին ծանր օր է սպասվում եւ նրանք հավուր պատշաճի իրենց գործունեությունը կծավալեն, բայց հաշվի առնելով հանցագործների, որոնք են նույն Սերժ Սարգսյանը, նույն մնացածը, նույն Աճապայան-Մաճապայանները, հանցագործների հորդորը, որ իրենք պատրաստ են ցանկացած չգիտեմ ինչի եւ սպասում են Կտրիչ Ներսիսյանի հորդորին, ես պիտի խնդրեմ ժողովուրդ ջան, վաղը ցանկացած պարագայում չտրվել սադրանքների։ Չնայած կրկնում եմ, վստահ եմ մեր իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրենց ծառայությունը կիրականացնեն։ Անգամ վստահ եմ, որ վաղը այդ մարդիկ կան մտահոգություն ունեն, թե գուցե բախումներն են, չեն լինի այդ բախումները։ Ես վստահ եմ դրանում։ Չեն լինի։ Գոնե մենք մեր կողմից մենք գնում ենք արդար ազնիվ պահանջով եւ այնտեղ էլ ժամերգություն է, թող իրեն ժամերգությունն անեն, խնդրեմ։ Բայց այն մարդիկ, ովքեր որ քաղաքականացրեցին եկեղեցին, Անժելա Խամոյանից սկսած դեռևս, ովքեր որ հաշվարկ էին անում, որ եկեղեցին ունի ամենաբարձր բանը տոկոսը
սատարումը, նրան ներքաշեցին քաղաքական խաղերի մեջ, ռուսական կողմը նույնպես արտաքին դերակատարներն են այստեղ ուժեղացել, որովհետև ցավոք սրտի եկեղեցին մնացել է այն միակ կառույցը, որը որ ամբողջովին մարդկանց ծառայողների մասով ամբողջովին գտնվում է արտաքին ուժերի, այս պարագայում ռուսների տիրապետության տակ։ Այո, այլ ինստիտուտներում, կառավարման այլ համակարգերում նույնպես ունեն ներկայացուցիչներ, բայց բավականին մաքրվել են այդ վայրերը, ես սա ձեզ կասեմ, դեռ ԱԱԾ-ից սկսած, որը որ թերևս ինձ համար ամենամեծ մտահոգությունն էր, հա, որ ԱԱԾ-ն շատ բան է։ Բայց եկեղեցին Կտրիշ Ներսիսյանը եւ նրա խունտան, հանցագործ խումբը, ովքեր որ երազում են բախումներ լինեն, արյուն լինի, որպեսզի մաքսիմում փորձեն քաղաքականացնել, իհարկե չեն ստանա դա, որովհետեւ մենք Աստծո անունով ենք այնտեղ։ Լավ կանեին, նույն Վրթանեսը, մյուսը, Կտրիշ Ներսիսյանը մտածեին անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին Աստծով պաշտպանելու մասին եւ ոչ թե փորձեին հավատացյալների միջոցով պաշտպանվել մայրաթոռում։ Սա ամենակեղտոտ բանն է, որ կարա տեղի ունենա։ Փող բերել, ժամերգություն նշանակել այդ պահին եւ փորձել թաքնվել հարգելի հավատացյալներ, ձեզ խաբել են շատ հարցերում, հիմա էլ խաբում են։ Ձեզ բերում են, որպեսզի ձեր թիկունքի ետևում պաշտպանվեն։ Որևիցե մեկը հոդաբաշխ ձեզ բացատրություն չի տվել, բոլորիս առանձին կարող ամեն մեկի տականջին մի բան փսփսացել են, բայց կաթողիկոսը փսփսալու համար չի, կաթողիկոսը ազդեցիկ խոսքով հանդես գալու եւ բոլոր հարցերին վերջակետ դնելու մասին, հա, որը դիտավորյալ չի անում, որպեսզի մաքսիմում սրվի ներհայաստանյան քաղաքացիական կարգոկանոնը, նա հանցագործ է, բառից ամենաուղիղ իմաստով։ Ուրեմն մեր ընկերներից Խաժակը Թանանյան, ով նկատեցի նաև եթերում է, դիտում է, օրեր առաջ մի հետաքրքիր հրապարակում էր արել, որը մտածելու տեղիք տալիս է շատերիս։ Ես սա պահել էի, երևի թե այսօրվա համար, չգիտեմ, կամ երևի պահել էի, որ օրերից մի օր հաղորդման ժամանակ անդրադառնամ, այդպես էլ մնաց ու հիմա ուզում եմ ընթերցել ձեզ համար, նախ շնորհակալություն մեր ընկերոջը Խաժակին, չգիտեմ, այս պահին նայում է, Խաժակ ջան, եթե մեջն ես, խնդրում եմ իմաց տուր։ Ուրեմն 1827 թվականին ռուսները գրավեցին Երևանի բերդը։ Ներսես աշտարակեցին, արժանացավ Ալեքսանդր Նևսկի շքանշանին։ Նույն շքանշանը 25 թվականին ստացավ Եզրասը։ Ինչ Լաուրա, այստեղ մարդիկ հարցնում են Լաուրան ով է, չգիտեմ, որ մեկի մասին է խոսքը։ Ոչինչ, թող մնա, եթե չեմ գտնում, որ գտնեմ, բան կանեմ։ Ինչ է պատահել, բայց ձեզ Սարգիս Գալստյանի հա, որ նկարը, այդ բանը, որ Հայաստան դաշինքեր խփացվի հետի, շնորհակալություն Հարի Կոկո, ասես բանով ասեմ, կնայեմ հեսա, Լաուրան ով է։ Հա, վաղը 16:00-ից այնտեղ ենք լինելու, մեր եկեղեցին պաշտպանելու, քո ու Նիկոլի նման խոռոփից, այ ալկաշ տեսնում եք, սրանք են մեր եկեղեցին մեզնից պաշտպանողները, հայհոյանքով կինա, վրոջի, կինա, ինչ պատասխանեմ ես սրան, ձեր եկեղեցին, ես կարամ այսպես ասեմ, Լաուրա, ձեր եկեղեցին կարակ պաշտպանեք, մենք ձեզ չենք խանգարում, մենք Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին ենք գնում վերադարձնելու ժողովրդին, ձեր եկեղեցին խնդրեմ, որ ունիտազի մոտ է կառուցած, չգիտեմ, գնացեք պաշտպանեք, որովհետև որքան ես եմ տեղյակ, մեր եկեղեցում տենց խոսույթներ ընդունված չեն, այդ սաստավով եք լինելու, բոլորդ այդպիսինն եք, կարեք 16:00-ին գնաք, 15:00-ին, 17:00 ձեր գործն է, ինչ ես մտել մեր խոսակցության մեջ,
Դուք ինչ, եկեք սենց անենք, ես մանավանդ որ ես թեմային պիտի անդրադառնայի։ Ձեր եկեղեցին Կտրիշ Ներսիսյանն է, ես ճիշտ եմ հասկանում։ Ձեր եկեղեցում ձեր Սուրբ Գիրքը ասում է, որ պիտի սրբազան հայրերը իրենց հարազատներին դոմփելով ֆրֆռան, ես ճիշտ եմ, չէ՞ ջոգել։ Ես ինչքան որ կողքից ուսումնասիրել եմ ձեր եկեղեցու կարգու կանոնները։ Ասենք շատ եկեղեցիների կամ հավատքների բաներ ուսումնասիրել եմ, ձերը ոնց ուսումնասիրել եմ, ձեր եկեղեցին, եթե չեմ սխալվում, ստիպում է, որպեսզի մարդիկ սրա նրա գրպանը պլանքացեն, զանգեն քաղմաս բռնել տան, ճիշտ եմ, չէ՞ հասկանում Լաուրա ջան։ Ձեր եկեղեցին ես հասկացա, որ բուծում է տերորիստների ու ինչ-որ սրբազան այսինքն ջիհադիստական պայքարներ է կազմակերպում, օրինակ Հայաստանի Հանրապետության նման երկրի ներսում։ Ճիշտ եմ, չէ՞ հասկացել, գնացեք պաշտպանեք, ինչ եք ուզում մեզանից։ Ու այստեղ մի այսպեսի հարց բոլոր այն մարդկանց, ովքեր որ վաղը կգնան այն ժամերգությանը մասնակցելու, որը որ դիտավորյալ տեղափոխվել է Մայրաթոր։ Այս անձնավորություններին հարց եմ ուզում տալ։ Եթե օրինակ քաղաքական ղեկավար լիներ Ռոբերտ Քոչարյանը, բայց եկեղեցին լիներ նույնքան կեղտոտված, որքան հիմա է։ Դուք դարձյալ կարծել ընդունելու եք, որ այնտեղ ես սխալ չեմ հասկացել Լաուրա, ես ամեն բան եմ ճիշտ, դու ես ոնց որ սխալ հասկանում։ Եղավ այ պորնո դետալ, տիկին պորնո դետալ։ Դու շատ վատ դիրքում ես հիմա, որովհետև ես հիմա բանավոր եմ խոսում, դու ուզես չուզես գրավոր։ Դու մինչև 2 տար հավաքես այնքան կլացեմ վզի, չապլաշկա։ Սիկտիր եղար ստեղից, դավայ, գնա ձեր եկեղեցին։ Եկել աստե հայոյանքով խոսում է, ընտանեկան բանն է, դաստիարակությունն է, էդ է սովորացել քեզ կտրիճը, պրեզերվատիվների մասին խոսել, հանրային տիրույթում, եկեղեցու մասին խոսքին զուգահեռ, չէ՞, էդ է, չէ՞ սովոր, այլ էդ է ձեր բարոյական համակարգը, բարոյական արժե համակարգը, քո ու քեզ նմանների, հասկացար, այ դրա համար էլ ես ճիշտ եմ հասկացել, էդ դու հասկանալու այդ խնդիրներ ունես, սրիկա շամբորդի, հասկացար։ Շատ դուստ էր, որդին, չնայած ձեր նման գերմաֆրադիտները մարդ գլուխ չի անում, որը որդի կլինի, որը դուստ էր։ Խոսքիդ նայում եմ, լրիվ ուրիշ բանի մասին է։ Ուրեմն, սրանք ցանկանում են, եթե երկրի ղեկավարը չլիներ Նիկոլ Փաշինյան, իրենք կտրիչին փորձում են պաշտպանել, գիտեք ինչի, որովհետև երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք սատարում են եկեղեցու քաղաքականությունը, որ քաղաքական լինի եկեղեցին։ Մամմայի տարև, չէ, Ազիզ ջան, մի օր եղավ լակած չմտնես եթեր վակել եմ, լակի, դե գնա, խմած մարդ եմ, որա, հեսա ցեղդ կխառնեմ իրար, դավայ սիկտիր եմ իստուս։ Նիմտելկասյո, ոչարա, ալկոսինկարա, ուսարա, մի օր եղավ, մամայի թետ խմում եմ գալիս մտնում եմ եթեր, մամայի թետ խմում եմ գալիս մտնում եմ եթեր։ Մի օր մամատ խնդրեց չխմեմ նոր մտնեմ եթեր չդիմաց էլի մամայի հետ խմեցի էլի կմտա եթեր բենակ խմելն էլ չէր ախր հետո այնքան բան եղավ մամատ չի պատմել քեզ Ազիզ ջան մնացած մանրամասնությունները դժվար էլ պատմի ուրեմն դավեսրան սիկտիր եղար մուտիլոր այդպես մուտիտներ սովորացրել ձեզ Կտրիշ Ներսիսյանը չէ այդ ցույց տուր Կտրիշ ձեր եկեղեցու դեմքը մի հատ ցույց տուր ձեր Կտրիշ Ներսիսյանի ձեր սրբազան հայրերի, այն որ առանձնանում եք սրբազան հայրերի հետ, իրանք ինչ են քեզ ցույց տալիս, ինչ են սովորացնում, մի հատ ցույց տուր, սաղ ցույց տուր, հələ նայենք, շատ հետաքրքիր է, դավայ, Լաուրա, եկեք բոլորով միասին ծափարենք Լաուրային, թող, Լաուրա, դավայ, բա ցույց տուր, սրբազան հայրը ինչ է սովորացրել, չուրիկ-մուրիկ լվանալը սովորել ես, հա, Լաուրա, դավայ, ցույց տուր մի հատ, ցույց տուր, հələ ձերոնց եք այն քո քույր եղբայրներին կանչի, այն բան, կտրիճի մյուս բաներին,
Давай, մտեք բոլորով։ Լաուրա, давай, давай։ Ծափարում ենք, ժողովուրդ ջան, լաուրային ծափարությունն էլ։ Давайте։ Ծափարեք, թող ոգևորվի ցույց տա։ Վայ։ Մի հատ էլ պասպորտը ցույց տուր։ Լաուրա։ Ես կու եթիմ տերը դա։ Давай, Елոկա, ստեղեսելը, давай։ Մի հատ էլ էլ ինչ են մանրամասն ցույց տվել, բան արել։ Մի հատ շնորհքը ցույց տուր, աղջիկ ջան, հետ էր սաղ։ Սաղից թասիբի գցեցիր դու թռար աղջիկ։ Չի կարելի արա։ Տես, այսքան ծափերա գալիս կեզ, լաբուրիկ։ Давай, գնացինք։ Հարաշկից գնաց, գիտես էտ երեխին նեղացրիք։ Давай, դուշի տակ եղել ես։ Հելը ցույց տուր։ Անդե ջան, շատ բան բաց չես թողել։ Հելը լաբուրիկին ես բաց թողել, կագնի, իրան ենք ման գալիս, գնաց խեղճ Արիֆը արա։ Հուշ տարեցիք թռավ, տեսա։ Աուրը լաուրը, լեկտի մի տարը չի գրել։ Հա, լավ, թողնենք դա, լավուրիկը գնաց։ Լավուր։ Լավ, վերադառնանք մեր շատ հարգելի Խաժակ Թանյանյանի գրառմանը։ 1827 թվականին ռուսները գրավեցին Երևանի Բերդը, ներսես աշտարակեցին արժանացավ Ալեքսանդր Նևսկի շքանշանին, նույն շքանշանը 25 թվականին ստացավ Եզրասը։ Ու մեկնաբանությունների դաշտում փոքրիկ մանրամասնություն։ Հայաստանի ռուսականացումը սկսվել է 200 տարի առաջ։ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին հայկական կամավորական ջոկատները ռուսական զորքի հետ մտան Երևանի Բերդ։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Երևանի գրավման հանդիսավոր արարողությունը։ Բերդում մատուցվեց պատարակ ներսես աշտարակեցու առաջնորդությամբ։ Երևանը գրավելուց հետո աշտարակեցին ընտրվեց ժամանակավոր վարչության անդամ։ Նրա ջանքերով կազմվեց 1000 հոգուց բաղկացած զորամաս, որը ռուսական զորքի հետ պետք է պահպաներ կարգ ու կանոնը երկրում։ Իր ցուցաբերած օգնության եւ մասնակցության համար նա ռուսական կառավարության կողմից 1828 թվականի հունվարին արժանացավ Ալեքսանդր Նևսկի շքանշանին։ Այս առիթով տրված կառավարական ռեկրիպտում ասվում էր. Դուք մեր զորքերում ունեցել եք ամենագործուն մասնակցություն, անգամ ենթարկվելով անձնական վտանգի, ձեր անձնական օրինակով հայ ժողովրդի մեջ մշտապես պահպանելով բարյացակամություն մեր հանդեպ։ 1828 փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Ես այստեղ իհարկե փոքրիկ մեկնաբանություն թողել էի, որ եթե հիմա էլ գնաք գինու օղու կոնյակի գործարան, այնտեղ պատին կա առաջին անգամ Հայաստանում խաղացած երևի ճակատագրական էր այդ ներկայացումը Գորիե Ատումա, խելքից պատուհասը ներկայացումը եւ օրինաքանդակ կա պատին, որը պահպանվում է, կարող եք գնալ եւ տեսնել, եթե ցանկություն ունեք։ Ու սա մտածելու տեղ տալիս է։ Մերոնք օգնել են, որպեսզի զավթվի Երևանը եւ մի կայսրությունից կծվի մեկ այլ կայսրությանը։ Եվ այդ նույն շքանշանին են արժանացել։ Այստեղ շատ մտածելու բաներ կան։ Սրանք մեր խայտառակություններն են, որոնցից պետք է ժամանակի ընթացքում քիչ-քիչ մաքրվել։ Ես այդպես եմ կարծում։ Սրանք պետք է դառնան պատմություն, որը կարա լինի դաս, որպեսզի նույնը չկրկնվի։ Հիմա եկել ու ինչ որտեղ ինչ որ բան կրկնվել է։ Ուղիղ 200 տարի անց, 198 տարի անց, նորից նույն շքանշանով, նույն բանի համար պարգևատրվել է, այս անգամ արդեն կտրիչ, նույնիսկ այն Եզրաս, Սա ողբերգական երևույթ է։ Սա ողբերգական երևույթ է։
Ես կարծում եմ, որ մենք կարող ենք ազատագրվել այս ամեն ինչից եւ այո, նույն Լաուրիկի նմանները, նույն ինձ նմանները, բազմամեղերս, ովքեր որ շատ սխալներ թույլ ենք տվել մեր կյանքում եւ եթե չմաքրենք այս ամեն ինչը եւ հոգենորոք ճանապարհով չգնանք, գուցե ավելի մեծ խնդիրների առաջ կանգնենք։ Ես ինչպես հասկացա, Բուլղարիայի հոգևոր խորհուրդը նույնպես միացել է Կտրիշ Ներսիսյանին հանգստի կոչելու նախաձեռնությանը, ինչի համար շնորհակալություն։ Աշխովս դեռ չի ընկել այլ թեմերի հրապարակային խոսքը, չնայած մի մասով հասկանալի է թե ինչու, բայց վաղվա հավաքը պետք է լինի այնպիսին, ես չգիտեմ դա շարունակական կլինի թե չէ, բայց պիտի լինի այնպիսին, որ հնարավորինս ամեն բան կարճ տևի եւ հնարավորինս քիչ վնասվի մեր եկեղեցին։ Տեղից 26 տարի ամեն օրով վնասվել է։ Ամեն օրով Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ծառայել է օտար երկրի շահերին եւ ոչ մի կերպ մեր պետությանը, անգամ ամենածանր փորձությունների ժամանակ։ Ինչ վերաբերվում է սրանց միասնական աղոթքին, աղոթքն է, ես չեմ ցանկանա որպեսի ընդհատվի, բայց իրենց պատկերացումները շատ սխալ են, որովհետև եթե Մայրաթոռը հստակ հայտնում է, որ շարունակում է հոգևոր հայր դիտարկել այն անձանց, ովքեր ենթադրել հանցագործության պատճառով գտնվում են բանտում, ապա նա ստվերում արհամարում է մեր պետությունը, որովհետև մեր պետությունը իրավական երկիր է, աշխարհիկ երկիր է, իրավական երկիր է, անկախ բոլոր տեսակի թերություններից ու առավելություններից, որը որ բոլոր երկրները ունեն, այնուամենայնիվ եկեղեցին չի կարող արհամարել իրավապահ մարմինների գործողությունները ու մաքսիմում կարող էր այլ քայլեր ձեռնարկել, ժամանակավոր դադար վերցնել, փորձեր հետամուտ լինել գործերին, ծանոթանալ գործերի հետ եւ նոր միայն նման վտանգավոր հայտարարություններ անել։ Իսկ նրանք այս պահի դրությամբ ասում են հետեւյալը, բառացիորեն Մայրաթոռը պաշտոնապես ասում է հետեւյալը։ Ասում է ես Մայրաթոռս Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցիս սատարում եմ անձին, ով պետության մեջ մեղադրվում է ուրիշի գրպանը պլան գցելու մեջ, սատարում եմ անձին, ով պետությանս մեջ մեղադրվում է հեղաշրջման կոչ, ռազմական հեղաշրջման կոչ անելու համար, այսինքն ինքը նույնպես միանում է այդ կոչին, եւ Լաուրիկը ստեղ է հələ, նոր ծափեր են քեզ տալիս ազես, եւ սատարում է մարդկանց, ովքեր տերորիզմի մեղադրանքով են անցնում, սատարում է հստակ, սա ազգային անվտանգային հարց է, եւ այո, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին անցել է բոլոր կարմիր գծերը պետության ներսում։ Կտրիչ Ներսիսյանը ասում է սրանով, որ ինքը միասնական է եղել երկրում տերոր իրականացնելու գործին։ Կտրիչ Ներսիսյանը սրանով ասում է, որ ինքը միասնական է եղել մարդկանց գրպանը պլան գցելու գործին։ Կտրիչ Ներսիսյանը ասում է, որ ինքը միասնական է եղել երկրում ռազմական հեղաշրջման փորձ անելու գործին։ Սա է նա ասում նման հրապարակումներով։ Սա են ասում Արագածոտնի թեմի ներկայացուցիչները նույն օրը, նույն ժամին, ժամեր փոխելով, օրեր փոխելով, վայրը փոխելով, բերելով այնտեղ, որտեղ որ ժողովուրդը իր արդարացի պահանջն է ներկայացնելու։ Այո, արդարացի, որովհետև արդեն ամիսներ է, շուրջ 5-6 ամիս է, հստակ հարցերի պատասխան ենք ակնկալում, որոնք չկան, գոյություն չունեն, բավական չի, դեռ մի բան էլ շարունակում են քաղաքական գործունեությամբ զբաղվել, դուրս գալով իրենց պարտավորությունների շրջանակներից, եւ նրանք պիտի հաշվետու լինեն։ Իսկ եկեղեցու նորոգման գործը ինձ թվում է շատ ավելի թափանցիկ կլինի հետագայում, երբ որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա, եկեղեցու գործունեությունը կլինի առավել թափանցիկ
Մենք ովքեր հետաքրքրված կլինեն կկարողանան ծանոթանալ գումարային հոսքերի հետ, եկեղեցին կգործի պետության ներսում, պետության քաղաքացիների համար եւ կզբաղվի հոգենորոք գործունեությամբ։ Մենք ուզում ենք ազատված եկեղեցի, մենք ուզում ենք բաց եկեղեցի, որը բոլորիս համար կլինի, առանց մուտք գործարքների, առանց սրբապատկեր ծախողների, առանց սուրբ գեղարդներ վաճառողների, առանց FSB-ի ենթակաների, առանց հավատացյալների գաղտնիքները, իրենց վստահած գաղտնիքները գեներացնելու կամպրոմատներ հավաքողների եւ այլնի։ Մենք ուզում ենք բաց, ազատ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի։ Իսկ Լաուրիկին ու Լաուրիկանամաններին ես կարծում եմ ժամանակը դեռ կբուժի։ Շնորհակալություն ժողովուրդ ջան եթերը դիտելու համար, կհանդիպենք վաղը ժամը 5-ին Մայրաթորթ Սուրբ Էջմիածնում ու կվարվենք այնպես, ինչպես որ պիտի վարվենք։ Եվ բոլորս կլսենք եպիսկոպոսներին, որովհետև այս գործը այո պետք է ձեռնարկեն եպիսկոպոսները։ Այո, այս վերջնական քայլերը չպետք է լինի իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքացի եւ հավատացյալ մասնակցում է ամեն ինչին, ես չգիտեմ, նա կլինի մեր շարքերում որպես քաղաքացի եւ հավատացյալ թե ոչ, վաղվա հավաքին, բայց ես վստահ եմ, որ այս ամեն ինչը կունենա շատ լավ դրական ավարտ։ Ես չեմ ասի հաղթական ավարտ, որովհետեւ այս պարագայում ինչ որ հաղթանակներ կամ պարտություններ տոնելու խնդիր չկա, այստեղ արդարության վերականգնման խնդիրն է։ Այնպես որ ամեն ինչ շատ լավ է լինելու, ես պարզապես վստահ եմ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, կհանդիպենք վաղը։